Մենք, որ 20 թվականի մարտի 15-ին առաջի անգամ հնչեցրեցին Կարսի Մոսկվայի պայմանագրերի մասին մեր հայտարարությունը, որ մտադիր ենք Բարսագուն Ատյանների առաջ բարձրացնել, այդ ձեր ասած բոլոր այդպես վտանգները եւ տարակուսանքները մենք անցել էինք եւ մեր մոտ կար, բայց հաշվի առնելով, որ մեր խմբում, մեր համախոհների մեջ, ասեցի, ես երկու անգամ եղել եմ Կուզբասում պատգամավոր, Բարսագույն իշխանության մեջ աշխատել եմ այնպիսի մարդկանց հետ, ինչպես է առաջին Քարտուղար Բակատինը, որը հետո դարավ Սովետական միության NVD-ի մինիստրը, հետո KGB-ի պետը, աշխատել եմ Տուլեևի հետ, որը լավագույն գուբերնատորներից մեկն էր եւ այդ փորձը, աշխատանքային կյանքի փորձը մեզ թույլ է տվել, որպեսզի կարողանանք հասկանալ ինչ է սպասվում։ Այսօր, որ սա եղավ, որ ինձ զրկեցին քաղաքականությունից, եւ առաջին օրը, երբ որ մենք հայցը տվել ենք 20 թվականին, 21 թվականին, հայտարարել ենք բարձրամբյունից, մենք սպասել ենք, որ դա հնարավոր է լինի։ Բայց պատկերացրեք, 20 թվին բարձրացնում ենք ամբողջ իշխանության առջև, գնում ենք բոլոր դատական ճանապարհները, նման որոշում չեն անում հեղինակների վերաբերյալ։ Այսօր, երբ որ մենք դուրս եկանք արդեն Բարձրագույն Ատյան, այդ որոշումը կայացվեց։ Դա ինձ համար, մեր համար, որտեւ իմ առաջի տեղակալը մարզի, Կեմերովի մարզի 25 տարի պրոկուրոր աշխատած, հանձնավորությունը Ռաֆիկ, դատախազ աշխատած Ռաֆիկ Խոջայանն է, որը հիմա թոշակի է, բայց սերտ կապի մեջ ենք, աշխատում ենք, համախոհներ շատ ունենք բոլորը, մինիմում տեխնացուի, դոկտորի, ակադեմիկոսի մակարդակի, մենք ինտելեկտուալ խումբ ենք, իրավաբանների մեծ խումբ, այդ բոլոր հարցերը մենք ժամանակին էլ եւ հիմա էլ քննարկում ենք եւ հիմա էլ պիտի բողոքարկենք եւ շարունակենք եւ հաշվի առնելով, որ այդ ընթացքում հաստատեմ, որ Հայաստանի եւ ոչ իշխանությունների եւ ոչ որևէ մեկ կազմակերպություն մեր հետ կապ չի ունեցել։ Ինչու՞, որտեւ ամեն անգամ ելույթ ունենալուց ես հայտարարել եմ, որ լավ կլինի այս մեր հայցին Ռուսաստանին միանա նաեւ Հայաստանում եղած որևէ ազգային կազմակերպություն, կուսակցություն, հասարակական կազմակերպություն եւ դիմի Հայաստանի իշխանություններին, որպեսզի նույնպես քննարկեն այս հարցը, որ Հայաստանի դիմումը ավելի կարճ ճանապարհով կհասնի ՄԱԿ, քան մեր ճանապարհը։ Մեր ճանապարհը տեսակ 6 տարի տևեց։ Իսկ Հայաստանը դա կարող էր անել 1 ամսում։ Հայաստանի ցանկացած իշխանության վարչապետի, նախագահի եւ ազգային ժողովի դիմում քննարկվելու էր 1 ամսվա մեջ։ Իսկ մեր այսօրվա տրված հայցը ամենակարճը 3 ամսում պիտի քննարկվի, ամենաերկարը 6 ամսում։ Եվ քանի process պիտի գնան, էլի երկար ճանապարհն է։ Հաշվի առնելով դա եւ սպասելով, որ սա պիտի լիներ, որպես Հայաստանի քաղաքացի, ես մինչև ամսի 12-ը ունեցել եմ կրկնակի քաղաքացիություն, երկուսն էլ սովետական միության քաղաքացիությունով եմ դարել, ձեռքբերովին ոչ մեկը չի, հիմնական քաղաքացիություն երկուսն էլ։ Զգալով, որտեղ նախորդ գրագրությունը, լուրերը կային, որ սպասվում է ինչ-որ բան, եթե մենք այդ քայլը անենք, մենք քայլը արեցինք, սպասում ենք դրան։ Դեկտեմբեր ամսին, որպես Հայաստանի քաղաքացի, մեր համախոհների հետ միասին ստեղծեցինք Հայաստանում, Վիլսոնյան Հայաստան, Հայության միության եւ արդար զարգացման հասարակական կազմակերպությունը, որը գրանցված է դեկտեմբերի 22-ին 2025 թվականին եւ վկայական կանոնադրությունը եւ վկայական գոյություն ունի, կնիկը գոյություն ունի եւ մենք արդեն հռչակագիր ենք ուղարկել բոլոր
համահայկական կազմակերպություններին, որ ովքեր ուզում են կարող են միանալ, կարող են օգտվել մեր նյութերից, եթե ցանկություն ունեն, կարող են դիմել։ Պատկերացրեք, երբ որ 2021 թվականին հայտարարեցինք, խնդրում ենք, ուզում ենք, որ որևէ հայկական կազմակերպություն, Հայաստանի կազմակերպություն զբաղվի դրանով, որ շուտ այս հարցը բարձրանա ՄԱԿ-ի քննարկմանը, հաշվի առնելով, որ դեռ պատերազմը Արցախի չէր սկսվել, մենք նույնիսկ հայտարարեցի եւ ձեր ամբիոնով եւ Մոսկվայում հայտարարեցի, եթե մենք արսի Մոսկվայի պայմանագրերի հարցը չբարձրացնենք ՄԱԿ-ի քննարկմանը, պատերազմ լինելու է։ Դա ես հայտարարել եմ Մոսկվայում 21 թվականի մարտի 15-ին։ Հաշվի առնելով, որ ոչ մի հայկական կազմակերպություն այդ 5 տարվա ընթացքում չդիմեց Հայաստանի կառավարությանը, իշխանությունների որևէ ճյուղին, որ այդ Արսի Մոսկվայի պայմանագրերով եւ Վիլսոնի իրավարար վճիռը գործողության մեջ դնելու համար դիմի ՄԱԿ-ին, մենք որոշեցինք այսպես, եթե մենք Ռուսաստանում այդքան արել ենք, Հայաստանում էլ եթե մենք չանենք, ելով պիտի անի։ Եվ դրա համար ոնց տարվա վերջին մենք ստեցինք համահունչ անվանումով Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունում գրված է միակ հարցը նույնպես օրենքի ճանապարհով, իրավական ճանապարհով հասնել թերի մնացած ռուսական դատականատյաններում գնահատական ստանալ Մոսկվայի Կարսի պայմանագրերի մասին եւ պահանջել գործողության մեջ դնել Վիլսոնի իրավարար վճիռը, որտեղ մենք համոզված ենք առաջի երկու պայմանագրերի գնահատականից հետո հետևելու է։ Բա որն է այն միակ միջազգային իրավական փաստաթուղթը, որը Հայաստան պետության համար, հայ ժողովրդի համար համարվում է միջազգայինորեն ընդունված փաստաթուղթ։ Դա կլինի Վիլսոնի իրավարար վճիռը եւ Վիլսոնի իրավարար վճիռը կլինի, այսպես ասած, Հայաստան պետության հայ ժողովրդի կատաստրոֆ կայականը։ Մենք դրա համար մեր առաջի խնդիրը այստեղ դրված է մեր կանոնադրության։ Միակ խնդիրը օրինական ճանապարհով հասնել, որպեսզի ՄԱԿ-ը գործողության մեզ դնի Վիլսոնի իրավարար վճիռը։ Մենք համոզված ենք, որ միակ իրավական փաստաթուղթը մեր մասին, մեր ժողովրդի, մեր պետության մասին դա է։ Վիլսոնյան Հայաստանը համաձայն Վիլսոնի իրավարար վճիռի որոշմամբ տարածքը ճշտված վերջին արխիվային, Ամերիկայի արխիվային փաստաթղթերի եւ Վիլսոնի իրավարար վճիռի բնօրինակի, որը կա Պապյանի մոտ եւ կա Ամերիկայում, որ մեր հայերը սենատորների միջոցով վերցրել են 214,000 քառակուսի կիլոմետր է։ Այսինքն Հայաստանի կադաստրի վկայականը ունի 214,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի մասին ենք մենք խոսում, ոչ մի կազմակերպություն չի դիմել, բայց հետո, երբ որ մենք հայտարարեցինք Վիլսոնյան Հայաստան կազմակերպությունը ստեղծելուց հետո, երկու կազմակերպություն ինձ զանգահարեցին, ինֆորմացիա տվեցին, որ իրենք փորձել են դիմել են մեկը վարչապետի ապարատ, վարչապետին, մեկը նախագահին։ Երկու հաջողություններն էլ, երկու դիմումներն էլ մնացել են անպատասխան, որից հետո իրենք չեն շարունակել։ Իսկ եթե չկա պատասխան, դու դատարան չես կարող դիմել, կամ պիտի դիմեին, որպեսզի պատասխան ստանան։ Հիմա ովքեր կարող են դիմել, իհարկե մենք այս հայցադիմումը անելով որևէ շահիվ չենք հետապնդել, ինչ որ դրամական նյութական շահի ոչ մի բան էլեմենտ չկա այստեղ։ Մերը միայն հայկական, ազգային, հոգեկան մղում եւ բխումից է եղել եւ
ես շփվելով Հայաստանի տարբեր կուսակցությունների մի քանի անգամ բախտեվիճակվել կլոր սեղաններին մասնակցել եւ հետևում եմ լուրերին կուսակցություններ շատ կան, որոնց կանոնադրությունում գաղափարախոսության մեջ ընկած է ազգային գաղափարախոսությունը եւ հայքի, մեծ հայքի արդարության եւ Մոսկվայի Կարսի պայմանագրերի եւ Վիլսոնի իրավարար վճռի այդ գաղափարախոսությունները կան մեր կարծիքով մոտավորապես 5-6-7 կուսակցություններ հասարակական կազմակերպություններ կան որ մեր հասարակական կազմակերպության նման ունեն նույն գաղափարախոսությունը մենք կոչ ենք արել արդեն դեկտեմբեր ամսին շնորհավորելով նոր գալիք տարին եւ ցանկացել ենք եւ հայտնել ենք որ բաց ենք բոլոր Հայաստանի հասարակական կազմակերպությունների եւ Սփյուռքի բոլոր հասարակական կազմակերպությունների եւ համայնքների արչեւ ովքեր կիսում են մեր գաղափարախոսությունը կարող են մեզ միանալ կամ մենք կարող ենք իրենց միանալ եւ թույլատրել եւ համաձայնվել որպեսզի իրենք վերցնելով մեր գաղափարախոսությունը համախմբվեն այդ գաղափարախոսության շուրջը քանի որ սա ազգային է շատ կուսակցություններ կազմակերպություններ Հայաստանում, որոնք հիմա գնում են ընտրությունների, մենք կուզենայինք, որ այս գաղափարախոսությունը վերցնեին, դարձնեին դրոշակ իրենց ընտրությունների համար, որովհետև մենք գտնում ենք, որ ազգային կարելի է համարել այն կուսակցությունը, այն կազմակերպությունը, որը կընդունի եւ կհամաձայնվի, որ Հայաստան պետության արտաքին քաղաքականությունը պիտի լինի միայն Վիլսոնյան իրավարար վճռի գործողության մեջ դնելը առանց արդարության այն իրավունքի օգտագործման իրագործման որը դեռ 105 տարի առաջ միջազգային բարձրագույն օրգան ազգերի լիգան տվել է հայ ժողովրդին առանց օգտագործելու այդ իրավունքը մենք չեն կարող այսպես սուվերենություն ունենալ ազգային մեծ գաղափարախոսություն եւ ազգային սուվերեն քաղաքականություն վարել այս տարածքով մենք իհարկե կարող ենք գոյատևել բայց ոչ սուվերեն քաղաքականություն վարել ես չեմ մտածում որ պարտվողական քաղաքականությունը եւ գաղափարախոսությունը դա դրական երևույթ է եւ գտնում են որ հաջողության հասնում է այն քաղաքացին այն մարդը այն հասարակական կազմակերպությունը կուսակցությունը որը իրեն արժեվ խնդիր է դնում միայն հաղթանակի եւ մենք էլ այդ ճանապարհով միայն հաղթանակ տեսնելով մեր արժևում այդպես են գնացել եւ Հայաստանում տեսնում եմ մի քանի կուսակցություններ բազմաթիվ մինչև տասնյակ կան կազմակերպություններ որոնք ուզում են հաղթանակով գնալ բայց հաղթանակի գնալ բայց այսպես պարտվողական հոգեբանությունը գոյություն ունի եւ մեր հասարակության մեջ եւ մեր ինտելիգենցիայի մեջ էլիտայի մեջ այսպես ասած էլիտայի ես գտնում եմ որ բավական ժամանակ կա մինչև ընտրություններ մեր հասարակական կազմակերպությունները մեր էլիտան մեր հասարակ ժողովուրդը Հայաստանի կարող են սթափվել թոթափել այդ պարտվողականության ընկճվածության այդ լուծը եւ ընտրություններին կգնան այսպես հաղթողի տրամադրությունով եւ ես սպասում եմ որ ազգային ուժերը այս ընտրություններում կունենան հաղթանակ եթե միանան լուրջ գաղափարախոսության շուրջը լուրջ գաղափարախոսություններից մեկը
Մեզ համար ամենակարևորը մենք համարում ենք Վիլսոնի իրավարար վճիռը։ Եթե միանանք կուսակցությունների այդ գաղափարախոսության հենքի վրա եւ գնան ընտրություն, ինձ թվում է մեր ժողովուրդը նույնպես կստափվի, կողքեվորվի եւ մենք կունենանք ապագա հաշվի առնելով, որ մենք բացի դրանից ունենք այնպիսի երկիր 30,000 քառակուսում այնպիսի հարստություններ ունենք, որ աշխարհի ոչ մի երկիր այդ հարստությունները չունի։